Ցանկացած սեռահասուն կնոջ եւ աղջկա մոտ լինում են որոշակի արտադրություններ։ Արտադրությունը դա այն սեկրետն է, որը արտադրվում է ներքին օրգաններից։ Շատ դեպքերում դա լինում է նորմալ, բայց որ դեպքում է, որ դա արդեն ախտաբանական արտադրություն է։ Եթե արտադրությունը ավելի շատ է եւ անհանգստացնում է, այսինքն կնոջ մոտ առաջացնում է որևիցե դիսկոմֆորտ։ Հաջորդը, եթե դա ուղեկցվում է քորով, մռմուրով, նամանավանդ եթե քոր մռմուր նաեւ կարող է լինել միզելիս։ Արտադրությունների համար, որpիսի մենք հասկանանք սա նորմալ արտադրություն է, թե ախտաբանական, այդ դեպքում պետք է իհարկե այցելել գինեկոլոգի եւ մենք վերցնում ենք մի շարք քսուկներ։ Ինչու եմ ես շեշտում մի շարք քսուկներ։ Եթե ուղակի թեթևակի փոփոխություններ են, այսինքն դիսկոմֆորտ առաջացնող, մենք կարող ենք վերցնել միզասեռական քսուկները, որով ցույց է տալիս բորբոքում կա թե չկա։ Մենք ունենք նաև հնարավորություն ստուգել այդ արտադրության պատճառը, թաքնված ինֆեկցիաներն են թե ոչ։ Այդ դեպքում ավելի խորացված հետազոտություն է կատարվում եւ որոշվում է արդյոք կնոջ օրգանիզմում հիմա կան այդ ինֆեկցիաները թե ոչ։ Ես կուզենայի շեշտել, որ կնոջ օրգանիզմում կան ինֆեկցիաներ, որոնք որ համարվում են նորմալ։ Այդ իսկ պատճառով ամեն մի արտադրության ժամանակ չէ, որ մենք պետք է բուժում անցկացնենք։ Եթե այդ արտադրությունը շատ է, եթե ինֆեկցիան ավելի ոչ թե կինը կրում է այն հիվանդանում է այդ դրանով, այդ դեպքում մենք պետք է բուժենք։ Այդ իսկ պատճառով սիրելի կանայք պետք չէ վախենալ քսուկ հանձնելիս, որովհետև մտածում են, եթե արտադրություն է, ուրեմն ինձ մոտ ախտաբանական վիճակ է, ինձ բուժում կնշանակեն ինչ որ ամեն մի արտադրությունը չէ, որ բուժման ենթակա է։ Արտադրության պատճառ կարող է լինել նաև հեշտոցի դիսբիոզը։ Այս դեպքում անտիբիոտիկ օգտագործել ընդհանրապես չի կարելի։